ասում եմ, մասնագիտական զանգվածի մասին է խոսք, ակադեմիական եւ համալսարանական սոցիոլոգիա, որ մեզ հաճախ դրսից վերված թրերը չկերագրեն։ Այսպես էր վիճակը, այսպեսի մի վիճակ կա եւ այլն։ Հիմա սրա կողքին կա նաեւ երկրորդ մասը, որ ձեզ ուզում եմ ասեմ։ Նույնն է եւ քաղաքագիտական, մասնագիտական հանրակցության մասին։ Հայաստանում բավականին, չենք ասում շատ լավ, զարգացած մասնագիտական քաղաքագիտական ընկերակցություն կա։ Հասկանում եք, բողի կողմից շնորհված ակադեմիական կրթություն ստացած համալսարանական այս ժողովուրդը պիտի շարժման մեջ մտնի։ Ինչի, ասեմ, բացայտ եմ ասում, որպեսի շահարկումների ճանապարհը ոչ մասնագիտական մեկնաբանությունները եւ այլ կենտրոններով, չգիտեմ ինչ, ոչ պրոֆեսիոնալ տեղ հասցնելու այդ հնարավորությունները սահմանափակվեն, թող դա էլ լինի, բայց այս մասնագիտական մասը սոցիոլոգներ եւ քաղաքագետներ ես կարծում եմ պարտադիր է։ Հիմա ինչ կարելի էր ցանկանալ։ Իհարկե ասում են այսպեսի բան է, իշխանափոխություն լինելու է, թե չէ, թվում է հարցը հրահրվում է։ Ապրիլի այս ամսի 10-ին միտինգը կլինի եւ կարելի ենթադրել իրենց փոխարեն խոստանալ հնարավոր չի։ Այն միտինգի տրամադրությունը կհուշի փոփոխությունների բանհաճ ներկայացնող օպոզիցիային կամ ընդդիմության ղեկավարությանը, ինչպես ասած, չափը ինչպես վերցնել։ Դա հաստատ ինքը ցույց կտա, ինչպիսի պահանջների մակարդակ ունենալ եւ այլն։ Սրանք հարցեր են, որ անպայման պետք է նկատի ունենալ։ Ես ինչ կուզենայի, որ միտինգում հնչել։ Գիտեմ, որ բոլորի դա է հետաքրքրում, ինչպես նաեւ մեզ։ Եղյակը հստակ պիտի հայտարարի հայ ժողովրդին, եթե ինքը իսկապես արմատական փոփոխություններ է ուզում, եթե արմատական փոփոխություններ է ուզում, ես օրինակ չեմ կասկածում, բայց դա չպիտի հանգի միայն իշխանության փոփոխությամբ։ Իշխանության փոփոխությունը պայման կարող է լինել։ Հասկանում եք ոնց է։ Մնացած ինչ պիտի լինի։ Հստակ պիտի հայտարարվի երկրում պիտի կառուցվի իրավական պետություն։ Իրավական պետություն, սա բանաձև է, ով մասնագիտական հանրակցություն աշխարհում է գիտի։ Եթե սա չի լինելու, անիմաստ է լինելու ամեն ինչ։ Ուրեմն սա մեկ իրավական պետություն։ Պիտի հստակ ասի, թե ինքը տնտեսական քաղաքականության հենքը ինչ է պահելու։ Ազատականություն կոչված այն տարբերակը ինչ որ կա այստեղ Հայաստանում, թե կոնկրետ ինչ որ տնտեսական ուսմունքներ կան, կոնկրետ մշակված բաներ։ Ես կուզենայի, որ օրինակ Գերմանիայի տնտեսական հայեցակարգի մոդելն առաջարկվեր Հայաստանին։ Դա կարգի տեսություն է կոչվում պահպանողական արժեհամակարգի վրա, բայց ոչ պահպանողական քարացածության, այսինքն ազգային արժեհամակարգի վրա կարգ կանոնի ստեղծման ճանապարհով պետության ստեղծում, ինչը գերմանական ֆեդերատիվ հանրապետությունը իր Հիտլերից հետո իր կյանքով ապացուցեց հասավ արդյունքների։ Եվ այսպես արտաքին քաղաքականության ոլորտում էլ պետք է հրճակվի սկզբունքը։ Այսինքն ինչ կողմնորոշում։ Ես կարծում եմ պետք է հստակ ասվի, ոչ մի կողմնորոշում։ Կողմնորոշումները առհասարակ մահ են բերում։ Եվ այդ պատճառաբանությունները գիտեք ինչ կա, եթե մենք լինենք Ռուսաստանի հետ երկրում խուլիգաններն են կառավարելու, աբսուրդ հարցադրում է։ Կամ եթե լինենք, այդ դեպքում ստացվի, եթե Եվրոպայի հետ կներեք ինձ լինելու ենք, այդ դեպքում բաները բիսեքսուալները պետք է կառավարեն, որտեղ դա ընդունված է։ Այս երկուսն էլ կարծում եմ ժողովրդին, այսպես ասեմ, հանրությանը շփոթեցնող բաներ են։ Պետության ստեղծման գործը մեր խնդիրն է։ Եվ այստեղ կարելի բանաձևն ասել, այո, եղիր հայամետ, գործիր Հայաստանակենտրոն։ Ինքը բանաձևը երբ որ տալիս եք, ինքը մնացածը ձեզ կթելադրի, որ շրջանում ում հետ լինել, ում ազգային շահը ձեզ հետ է եւ այլն։ Ես կարծում եմ, որ այս հիստերիան էլ մաքսային միության մեջ մտնել, սա լուծված հարց է, արդեն մազոխիզմի է վերածում, ամեն օր հարցնում են, հիմա գնալու ենք թե չէ։ Սա այն սիրո տեսակն է, որ մենակ որ դու չես ուզում, ինքն էլ է ուզում։ Եվ այստեղ եթե չգնաս կսպանեն, բարձ ասած։ Ուրեմն հասկանում եք, հարցը լուծված է։ Հիմա պետք է որոնել այս շրջագծի մեջ կարող ենք զարգանալ թե չէ։ Ես կարող եմ ասել 100%-ով, այո, կարող ենք զարգանալ։ Նորից կախված է բացառապես մեր հնարավորություններից, որպես ժողովրդի, որպես մտավորականի, որպես քաղաքական հանրակցության եւ այլն։ Ուրեմն սրա մեջ եւ չպիտի փակուղային պատկեր առաջացնել։ Արդեն վերլուծում են նաեւ Ռուսաստանի կատակլիզմներն են նկարագրում, որ այս Ռուսաստանը փլուզվելու է։ Եղբայր չեք տեսնում 4-500 տարի է
ուրեմն որ Ռուսաստանը չի փլուզվում։ Ռուսաստանը մնում է, ասեմ ինչի է մնում, որովհետեւ միշտ էլիտա ունի։ Միշտ ցանկացողներ կան, վերևում կանգնած ռազմական, քաղաքական, մտավորական, որոնց իրենք երկիրը ճգնաժամից հանում են։ Ուզում եմ ասեմ, բայց սրա վտանգ ինչի մեջ է։ Ժողովրդի մոտ անընդհատ փակուղային գիտակցություն առաջանում, մարդիկ կարծես սարսափի մեջ են ընկնում, որ ինֆորմացիայի հիմքիվ է, որ վերլուծությունով եք ասում, որ այդ երկիրը չի լինելու։ Եվ տեսեք ինչ է լինում։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, այս միության հետ միանալը, որը նաև մեր ցանկությունից մի քիչ ավելի բան է, հասկանում եք, մեզ նաև հնարավորություն է տալիս Եվրոպայի հետ լավ հարաբերվել եւ այլ։ Եվ Պուտին երեք հայտարարեց, կարծեմ առաջինն էր, չէ, որ ոչ մի խնդիր չկա։ Մենք Եվրոպայի հետ, Եվրոմիության հետ Ռուսաստանը լայնորեն համագործակցության է գնալու։ Այսինքն իրենք գնում են համագործակցության, ձեզ արգելում են, մեր պապան են, իշն են։ Կամ կունեցեք քաղաքականություն վարեք, պետություն դարեք, տեսեք ինչպես կարող եք եւ այլն։ Ես կարծում եմ այս խնդիրներն կա, բայց ուզում եմ ասել երկրի սա նաեւ ինձ թվում է նման լոզունգները հրահրվում են ներսից, ովքեր Հայաստանում զարգացում չեն ուզում, ովքեր երկրում տիրավական պետություն չեն ուզում, ովքեր երկրում կարգ ու կանոն չեն ուզում, իրական ասեմ, նաեւ արդյունաբերությանը տնտեսության ստեղծում չեն ուզում։ Եվ ես օրինակ եմ ուզում ասելու։ Երկու օր առաջ կարծեմ, Հրազդանում փակվել է գիտարտադրական, ուրեմն Golden Field միավորումը, ժամանակակից ձեռնարկություն, բոլոր 150 աշխատողներով եւ փակվել է հստակ ֆինանսական կապիտալի եւ ոստիկանության գործարքով ասենք, համագործակցության ասենք, առանց դատարանի միջնորդության եւ որոշման։ Եվ այսպես հստակ պիտի ասվի եւ վարչապետին օրինակ ես իրեն եմ դիմում, դուք ասեցիք, որ կանգնում եք ցանկացած արտադրողին թիգունք, ձեզ դրվում է նյութ 150 աշխատող ընտանիք, որ ասում են ժամանակակից եվրոպական ստանդարտով ստեղծված ձեռնարկություն փակվել է։ Արհեստական պարտքերի, ես ասեմ նաև երևի առաջի անգամ է հաշվում եւ ուրեմն դրա հետ միասին ֆինանսական կապիտալի կամայականության շնորհիվ։ Եթե նայում եք գյուղ, քաղաք, տնտեսություն, բանկերը խեղդել են երկիրը, իրենց տոկոսադրույքներով, իրենց կամայականություններով, կապերով, հարաբերություններ եւ այլն։ Սրանք պետք է հստակություն ունենան, կարող եք նույնիսկ լրագրողական հետաքննություն անել, որովհետեւ մենակ հետ մամուլո ասուլիսները չեն հետաքրքիր, օրինակ ես լինեմ, եթե ինձ թույլ տրվեր այդպես ասեմ, պայմանական։ Ես ամբողջ լրագրողական հանրակցությունը Հայաստանի տնտեսություն կուղղորդեի, որտեղ կան լավ ձեռնարկություններ, որտեղ են խոչընդոտները, որտեղ կա լավ տնտեսություն, ֆերմերային եւ այլն, առաջացը, որտեղ են խոչընդոտներ եւ այլն։ Այս բոլորը պետք է ջրի երես անվի եւ այդ պայմաններում վստահաբար բամբասանք եւ այլն, հասարակական կարծիքի արհամարում եւ այլն, այս բոլորը Եհետին բլանգում եմ։ Ես ուզում եմ ասել այսպիսի բաներ։ Մենք պիտի տրամադրվենք, որ պետություն ստեղծելը մեր խնդիրն է։ Եթե որևէ ժողովուրդ կամք ունի իր հայրենիքը չլքելու, իր հայրենիքում պետություն առաջացնելու, ուրեմն ոչ միայն ուրիշը չի կարող խանգարել այդ ժողովրդին, այլ երկրներից որևէ կլան նրան չի կարող խանգարել։ Դրա համար էլ հաջորդին ցանկանա նաև տրամադրություն Տալինի իշխանության ճամբարի մեջ, կարևոր չի Տալինի թե ընդդիմության ճամբարի մեջ, եւ այսպես դրանք կարող են ունենալ։ Մանավանդ երիտասարդություն։ Ես օրինակ կուզենայի, որ այս ընտրաշրջանին, որ գալիս է, իշխանափոխություն պիտի լինի անպայմանորեն Շևարդնաձեի նման Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պիտի օժանդակեր երիտասարդ սերնդի կայացմանը, ուղարկեր ոչ թե իր զավակներին, շվեյցարիաներ, այլ ընդունակ մարդկանց երիտասարդ ուղարկեր, հետ ստանալ տեղավորել եւ առանց արյունակցական կապերի եւ խնամիական հարաբերությունների։